Պատմություն այն մասին, թե ինչպես արկածախնդիր հայ թագավորը փորձում էր փրկել երկիրը զոհասեղանին դնելով հայ առաքելական եկեղեցին։ Ողջույն եւ բարի գալուստ Անիաս Էջ, եթե Էջին դեռ չեք բաժանորդագրվել, միացեք, որպեսզի բաց չթողնեք ամեն բան հայրի ու հայկականի մասին։ Եվ ուրեմն Կիլիկիայի ժամանակաշրջան Լևոն III-ի օրոք սկսվում են ճնշումները մահմեդական ցեղերի կողմից շրջափակման մեջ դնելով Կիլիկյան Հայաստանը։ Հայրը օգնության համար դիմում են եվրոպական երկրներին, մասնավորապես Հռոմի Պապին, սակայն Հռոմի Պապը ուներ մեկ պայման, որպեսզի հայերին օգներ, նա պարտադրում էր, որպեսզի հայերն ընդունեն կաթոլիկությունը։ Այս գերխնդրի քննարկման արդյունքում ազգը բաժանվեց երկու խմբի՝ ունիթորների, այսինքն այն մարդկանց, ովքեր ուզում էին միանալ կաթոլիկներին, եւ հակաունիթորների, ովքեր հավատարիմ էին հայ առաքելական եկեղեցուն։ 1307 թվականին եկեղեցական ժողովը արքունիքի ճնշման արդյունքում ընդունեց ունիթորությունը։ Այդ որոշումը ընդունելուց շատ կարճ ժամանակ անց 1308 թվականին մոնղոլների զորավար Փիլարխուն հրավիրում է կարևոր քննարկման Լևոն IV-ին եւ սպանում է նրան, կոտորելով նաեւ 40 հայ ազնվականներին։ Փաստացին նա կոտորում է երկրի վերնախավին։ Մենք մոնղոլների հետ դաշնակիցներ ենք, սակայն մոնղոլները ընդունել էին մահմեդականությունը եւ նրանց սկզբունքները արդեն փոխվել էին։ Սակայն այս պատմությունը տխուր ավարտ չի ունենում, որովհետև 1308 թվականին Օշին Հեթումյանը, ով հանդիսանում էր Լևոն IV-ի հորեղբայրը, մաքրում է Կիլիկյան մոնղոլներից եւ դառնում է թագավոր։ Սա հիանալի օրինակ է, որը ցույց է տալիս, որ անգամ ամենադժվար իրավիճակներում, եթե պետությունը ունենում է կայացած համակարգ, կարողանում է ճգնաժամին դիմակայել եւ կայացած պետական համակարգը չի հենվում անձի վրա։ Անձերը գալիս ու գնում են, իսկ պետությունն ու հայրենիքը պետք է մնա անսասան ու ամուր։ Լավ եղեք։